առողջ ենք, ուժեղ ենք եւ շատ հնարավոր է հաղթենք։ Կարևորը մասնակցությունն է, հաղթանակը իր հերթին, թող հաղթի ամենաուժը։ Տրամադրված ենք մարտական, մեր կարգախոսի նման ճանապարհը մերն է, հաղթանակը նույնպես։ Մեծ հույս ունեմ, որ միջոցառումը լավ կանցնի եւ մարդիկ շատ լավ տպավորություններով կգնան։ Հանքարդյունաբերական խոշոր ձեռնարկությունն այս անգամ չի զարմացնում մարտադրական գործընթացով, այլ մարզական տոնակատարությամբ մեկ հարկի տակ հավաքելով ուժեղագույններին։ Մետալուրգի օրվան նվիրված առողջության օր 2025 միջոցառմանը մասնակցում են ընկերության բոլոր արտադրամասերից։ 13 թիմ, 8 մարզաձև եւ աննախադեպ մրցանակային ֆոնդ։ Երրորդյա միջոցառման մեկնարկը տրվեց վրանների տեղադրմամբ։ Սպորտային միջոցառումներից բացի մենք նաեւ ունենալու ենք 3 մրցույթ։ Խողարարական, վրանների ձևավորման եւ երգի։ Ամենամյա մետալուրգի տոնին նվիրված առողջության օր 2025 միջոցառմանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները ներկայացել են յուրաքանչյուրն առանձին թեմատիկայով, կարգախոսով եւ հստակ նպատակադրմամբ հաղթանակը իրենցը պետք է լինի։ Ինչպես լեռնագործներն են ասում, գաղափարը մեզնից, աջակցությունն ընկերությունից։ Մեր թիմի վրա ես ավելի քան վստահ եմ, քանի որ մենք այսքանի ժամանակները մոտակա 1 ամիսը հավաքվել ենք եւ պարապմունքներ ենք անցկացրել, իրար հետ շփումներ, ձևավորել տարբեր թիմեր, գաղափարներ, ունենք մեծ մարտական տրամադրություն եւ համոզված եմ, որ հաղթանակը մերն է։ Թիմի հենց Զանգեզուր է կոչվում։ Այս պահին էլ իրականացվում է նախապատրաստական աշխատանքներ վաղվա մրցույթին մասնակցելու համար։ Վաղը մասնակցության օրը նույնպես կցանկանան բալիկներ ներկա լինի, կգա մեզ երկրպագելու։ Մեր կարգախոսն է ուժ թիմ հարված սեյսմիկ ուժով առաջ։ Կարծում եմ ավելի ճիշտ վստահ եմ, որ կհաղթենք։ Թեման հենց առողջությունն է, ու մեր սննդակարգի թե ձևավորման մեջ ընտրել ենք առողջ սնունդը, մասնավորապես լիմոնը։ Մարզական տոնը ոչ միայն մասնակիցների, այլև երկրպագուների համար հիշարժան կլինի։ Առողջ մարմնում, առողջ ոգի, ասում է վարչական դեպարտամենտի ղեկավար Զառա Սիանոզովանու հավելում։ Այս ձևաչափով միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում։ Սա շատ կարևոր է ընկերության համար, որտեղ սպորտը միավորում է։ Ցանկությունը հաղթանակի միավորում է։ Բոլորս միասին ենք, կապ չունի բանվորը, ղեկավարը, հավաքարարը, թե հերթափոխի պետը, իրանք հիմա բոլորը միասին են, իրանք բոլորը գնում են հաղթանակի։ Եվ իհարկե դա շատ մեծ սոցիալական նաև ծրագիր է, որովհետև այո, մարդկանց միավորում ենք եւ ուզում ենք, որ ստեղծենք այդ լավ տրամադրությունը եւ խրախուսենք սպորտը։ Առանձին ու թիմային մարզաձևերում, տարբեր մրցույթներում լավագույնս դրսևորվածները կստանան դրամական պարգև ու մեդալներ, դե իսկ ընդհանուր թիմային հաշվարկում հաղթող ճանաչվածը կարժանանա 4 միլիոն դրամի։ Մասնակիցները լիահույս են, ուժի, համախմբվածության, տոնական ու մարզական օրը շարունակական կլինի։